Ես պատրաստ եմ իր դեմ դուրս գամ ու դուս եմ եկել, դուք վախում եք բերեք ձեր ստորագրությունները տակ, որովհետև ամեկիդ վրա 50 հատ քրեական գործ կա։ Կողքից նայում եմ, այս հանրապետականների մեկի քոչարյանականների բախումները իսկապես արդեն ցանցրալի են։ Իմ տեխնատության միջոցով իմպիչմենտի process-ը երաշխավորված սկսվում է։ Մյուս բոլոր տարբերակներով չի սկսվում։ Հանրապետական կուսակցությունը առաջադրեց ինչ-որ տարօրինակ տեխնացու իմ համար։ Մի ժամ պետք է արշավի տեխնացուն ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանի դեմ ու պատասխանի պատգամների հարցերին։ Պետք է ասես Դավիթ Համբարձումյանին ու Նիկոլի դեմ։ Յաշիկով ուսանողների վրա քշվայի, որպես ինչ եք բերել։ Այս արժեքներով մարդը ոնց պետք է շարժումը առաջնորդի։ Հիմա այդ մարդը պետք է ակնկալի ձայներ ԿՊ-ից, չէ՞։ ԿՊ-ից ոնց այդ մարդը ձայն ակնկալի։ Փաշինյանը ծնունդա եւ մեր սխալների ընդդիմադիրներից եւ իշխանության առաջին հերթին։ Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան քաղաքական միտք ունենար, կմիանային Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանի ստորագրություններին, իրենք իրենց 28 օրտային Սերժ Սարգսյանը տարբերակ չէ ունենալու իր վեցը չտար։ Այդ մեդիա ինդուստրիան սլակները ուղղելու է մեր դեմ։ Բայց մենք երբ ենք վախեցել դրանից։ Երբեք չկա։ Ընկերներ ողջույն, Պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր խոսելու ենք իմպիչմենտի մասին։ Պարոն Մանուկյան, ողջույն։ Ողջույն։ Ես իհարկե կարող եի նախաբան ասել իմպիչմենտի թեմայի մասին, բայց անկեղծ ասած մենք հասարակ մահկանացուներս, քաղաքացիներս այս իմպիչմենտի թեմայից գլուխ չենք քանում։ Ես ինչ եղավ, ոնց եղավ, լավ, ձեր իրավիճակը պարզ էր։ Երկու падգամավորներ, Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը, արձագանքելով իմպիչմենտի գործընթացին, առաջարկել էին Էդմոն Մանուկյանի տեխնատությունը։ Դա հասկացանք, դրա մասին խոսանք։ Հիմա բայց սկզբում հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը ասում է, որ տեխնատու չեն առաջարկելու, հետո առաջարկեցին Մասիսի քաղաքապետի տեխնատությունը։ Հիմա ստորագրահավաք էին այս վերջին օրերին կազմակերպում, Պատեվոնեմի բոլոր падգամավորները ստորագրել են, հետո Հայաստան խմբակցությունից էլ Սեյան Օհանյանը նկար հրապարակեց, որտեղ կար իրենց ստորագրությունները, հետո արթուն ենք շարժման ներկայացուցիչները, Նարեկ Մալյանը ասում է, որ Հայաստան դաշինքը իրականում չի ստորագրել, ուրիշ բանի տակ է ստորագրել, Հայաստան դաշինքից ասում են ստորագրել ենք։ Մի խոսքով մտխառը պատմություն չենք հասկանում ինչա կատարվում։ Շատ հետաքրքիր է։ Իրականում մենք բավականին մեզ զսպել ենք որ այս թեման չքննարկենք մեր ոդկասթի շրջանակներում, բայց քանի որ ոդկասթը նաև լուսավորչական նշանակություն ունի, մենք փորձենք անկախ դիտորդի բանով խոսել, ոչ թե որպես process-ի մի մաս է։ Ուրեմն, պատկերացնենք դու բացարձակ չգիտես ինչի մաս խոսքը, այդ ձևով ես քեզ ուզում եմ բացատրեմ, եւ նաև բնականաբար հեռուստադիտողին։ Ուրեմն ստեղծվում է մի նախաձեռնություն, որը կոչվում է Արթուն ենք, որը սկսում է падգամավորներին նամակներ գրել, որ իմպիչմենտ արեք, դա ամենալավ process-ն է, դուք պետք է անեք։ Ես ուզում եմ հետ գնանք Բագրատ Սրբազանի շարժման ժամանակներ 1 տարի առաջ, երբ որ փողոցում կար տարբեր գնահատականներով հազարավոր, տասնյակ հազարավորներով մարդիկ, եւ այդ պահին կարելի էր սկսել այդ process-ը, եւ Բագրատ Սրբազանը հայտարարեց, իջան, որ գնան էդի անեն, այդտենց ֆրակցիաներ հանդիպեն եւ խորը փոսում թաղվեց թեման։ Ինչու՞, որովհետև ընդդիմադիրները անկեղծություն չունեցան ասելու, որ իրենք չունեն 36 ստորագրություն, որը սահմանադրությամբ բավարար թիվն է, որ սկսվի իմպիչմենտը։ Ինչու չունեն, որովհետև Գեգամ Նազարյանը Հայաստան դաշինքից գնաց է միացել է Նիկոլ Փաշինյանից, անկեղծ պետք է ասենք, եւ Իշխան Զաքարյանը նույնպես չգիտեմ, Վանեցյանն ասում է ես չեմ բերել, Սերժ Սարգսյանն ասում է Վանեցյանի մարդն է ինքնաբեր, տենց ամեն իրար վրա ակցում, ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն վերցնել, բայց ինչ որ մեկը իրան բերել է այդ ֆրակցիայով պատիվ ունեմ, ով ինքն է միացել, իշխանությունը անկեղծորեն հավատում է իրական Հայաստանի կոնցեպտին, այնտեղ մյուս կողմից ապօրինի գույքով դատվում է, դες նորմալ ինչ որ process կա, այսինքն երկու ստորագրություն չունեն իրանք։ Այսինքն ով ապօրինի գույքով դատվում է, սկսում է հավատալ իրական Հայաստանին։ Ոչ բոլորը, կան որ դեռ չեն հավատում, ընթացքում են հավատալու։ Ուրեմն տես ինչա տեղի ունեցել։ 34 ստորագրություն ունեն եւ չէին կարող անել։ Եվ թեման թաղվեց, տենց բանը, որից հետո ես սկսեցի գոռալ, որ դե ուրեմն մանդատները վայր դրեք։ Վայր դրեք ծրվի parlamento գնանք նոր ընտրությունների։ Ասեցին այս մանդատները կարևոր պահի պետք է կրակեն, սա պետք է բան, դու հիշում ես Վարդան Ղուկասյանը դոգներ գոռում, որ մանդատները վայր դրեք, ես տենց քան տարբեր ուժեր պահանջում էինք այդ ամառ գնացը, չէ, ամառվա տափի մեջ թաղվեց այդ թեման, անցանք առաջ։ Հետո եկանք նորից էս Արթուն ենքը։ Հիմա Արթուն ենքը նոր բան է, նոր են սկսել իրանք ասում են։ Հրաշալի։
Հրաշալի է։ Իրանք կարելի ասել պրոսերժական խումբ են։ Արի անկեղծ խոսանք այս ոդկասթի մեջ։ Ոչինչ։ Հա, շատ նորմալ է, պրոսերժական խումբ, որը լոբինգ ան, որ պետք է արվի impeachment։ Ես մի եթերի ժամանակ ասեցի, այս ամեն ինչ արվում է, որ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիային փչացնեն, եւ այդ process-ը դրա համար է, որովե բան չի լինելու, որտեղ ստորագրություններ չունեն բավարար։ Բայց ես չգիտեի, որ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլանյանը դուխ կունենան, ռիսկ կանեն եւ ոտիկ կանեն, իրանք կնախաձեռնեն։ Եվ Հովիկ Աղազյանը եւ Հակոբ Ասլանյանը դիում են ինձ եւ ասում են մենք մի քանի տեխնացուների հետ քննարկել ենք, բայց վերջում կանգ ենք առել ձեր վրա, որովհետեւ դուք հեղափոխության ժամանակ չեք մասնակցել, բայց հետագայում այդ ռեֆորմները այդ բանը ինչ որ ասվել է, դրանք պաշտպանում եք, ոչ թե հակահեղափոխական, ոչ թե գտնում եք որ սխալ է եղել հեղափոխություն, այլ գտնում եք ճիշտ է եղել, բայց այ Նիկոլ Փաշինյանն է շեղվել գծից, ոնց որ իրանք են մտածում, եւ մենք ձեզ ուզում ենք առաջադրել։ Ես ասում եմ, լավ, հաշվում ենք, 28 ստորագրություն էստեղ կա, 6 է էստեղ կա, 2-ն է էստեղ կա։ Եվ պատիվ ունեմը ունի հայտարարություն արած, որ մենք ունենք 6 ստորագրություն, չենք նախաձեռնելու impeachment, ինչպես դու շատ օբյեկտիվորեն նշեցիր, չունենք տեխնացու, բայց եթե ինչ-որ մեկը նախաձեռնի եւ տեխնացու ունենա, մենք կտանք մեր 6 ստորագրությունը առանց նախապայմանների։ Հայաստան դաշինք հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը նախաձեռնություն ունենա եւ լինի 8 ստորագրություն, մենք մեր 28-ը կտանք։ Մենք քննարկում ենք գուսակցությունը, որ լավ, օքեյ, այս երկուսը չկար կա արդեն մեր տեխնացիան միջոցով, հետաբար եթե այս երկուսը գալիս են, այն 6-ը ասում եմ մենք կտանք առանց նախապայմանների, դառնում է 8, դե Քոչարյանի ֆրակցիան արդեն տարբերակ չունենում, իր 28-ն է տալիս ու սկսվում է impeachment-ի process։ Այսինքն, կարպից ուշադիր։ Իմ տեխնացիան միջոցով impeachment-ի process-ը երաշխավորված սկսվում է։ Մյուս բոլոր տարբերակներով 36 ձենը հավաքվում։ Այո, մյուս բոլոր տարբերակներով չի սկսում, ինչու, որտեղ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլանյանը շատ սպეციფიկ սկզբունքային մարդիկ են, իրանք ի սկզբանե 6 ամիս առաջ հայտարարել են, որ իրանք այդ երկու ֆրակցիայի հետ որևէ բան չեն անելու։ Բայց քանի որ իրանք այնքան նամակ են գրել պրոսերժական խմբից, իրանք ստիպված ասել, լավ, դե մենք կնախաձեռնենք։ Ոչ մեկ չի նախաձեռնում, մենք ենք նախաձեռնում։ Հիմա իրանք ես նախաձեռնության պատին դեմ տվին երկու ֆրակցիայի։ Այս երկու ֆրակցիաները ստիպված որպեսզի չմիանան, ու սկսեմ Սերժ Սարգսյանի խմբակցությունից։ Հայտարարեցին, որ ես Նիկոլ 2 եմ, Նիկոլ 2։ Դրա համար մենք չենք միանում։ Եվ ես անկեղծ ասեցի, այսինքն դուք օքեյ Նիկոլը մնա, միայն թե ես չլինեմ։ Որտեւ այդ ձեզոաձակերվում, նաեւ Հայկ Մամիջանյանին անձամբ խոսել եմ, հետո ասում հա ախպեր, դու գաս ավելի բետար։ Ունենա Նիկոլը մնամ։ Ասեմ լավ, հասկացանք։ Իրար այդ Վիեննայում էինք, բավականին զրուցեցինք, ասում չէ, ձև չկա, մենք քեզ տանք ստորագրություններ, ասենք մենք քեզ ասենք Նիկոլ 2։ Ասեմ եղբայր դուք ում որ առաջադրելու եք Սերժ 3, Սերժ 65, Սերժ 97-ը չի լինելու, էլի, իմաստը որն է այս ձևակերպումների, էլի։ Հովիկ Աղազյանը ասում են, հա, բա պետք է մարդ լինի, որը որ իմ քայլը դաշինքի են ժամանակվա, այսօրվա ԿՊ-ի հետ, ինչ որ ընդերից որևէ մարդկանց հետ խմբերի հետ, օրինակ դու, ես, ինչ որ ժամանակ ճանապարհ ունենա անցած, ոչ թե նրանց ծեծած լինի ցույցերի ժամանակ կամ ящիկը վրները քշած, որ հույս ունենա, որ ընդերից ձեն կարա բերի։ Հակահեղափոխական մարդկանց որ ուզում եք բերեք, ոնց կան ձեն ստանան։ Ասեն նույն Վազգեն Մանուկյանի պատմությունն է հիշեցնում։ Եվ իրենք նախաձեռնեցին ստիպված, այսինքն դրժեցին իրանց 3 հայտարարություն, որ չունեն տեխնացու չեն նախաձեռնի եւ կմիանան ցանկացածին առանց նախապայմանների, առաջադրեցին մասի քաղաքապետին եւ հիմա կա 2 տեխնացություն եւ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան չի միանում նաեւ մասի քաղաքապետի։ Այս ստորագրել են մարդիկ, ես չեմ հասկանում։ Չէ, տես, այսինքն իրանք ստորագրել են։ Ես այդ ազգային ժողովի արիշ-վերիշն ես չեմ հասկանում, ինչի տակ են, ինչի բլանկի մեջ են ստորագրել։ Իրանք զուտ իրանց ստորագրությունները հրապարակել, նոր էսա սրանք կան, բայց սա բահարար չի սկսվելու համար։ Իրանք գիտեն, որ երկու հատ չկա, չէ՞։ Ասում են սա կա, բահարար չի սկսելու համար։ Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան քաղաքական միտք ունենար, քաղաքական միտք ուղղակի, basic, բազային միտք, իրենք ստորագրություններով կմիանային Հովիկ Աղազյան եւ Հակոբ Ասլանյանի ստորագրություններին, որովհետեւ այստեղ Հովիկ Աղազյան, Հակոբ Ասլանյան կամ իմ անձի հարցը չի։ Իրենք ասում են Նիկոլը պետքա հեռանա, չէ՞։ Հետաբար ինստիտուցիոնալ մակարդակում հարցը քննարկում։ Պատգամավորի ստորագրությունը։ Սիրում ես իրան, չես սիրում, դու գալիս է մազերը թափածա թե մազերով աշկերը կանաչա թե սպիտակ դեղինա կապ չունի։ Եղբայր։ Ինստիտուցիոնալ process-ը։ Իրենք իրենց 28 օրտային Սերժ Սարգսյանը տարբերակ չի ունենալու իր 6-ը չտար։ Բայց իրանք քաղաքական ֆունդամենտալ սխալ թույլ տվին, հիմա անգել են Սերժ Սարգսյանական խմբերի կվալդների տակ, իրանց կվալդում են ամեն օր։ Եվ իրանք այդ մեդիա տիրույթում թույլ են այդ իմաստով։ Էսա, այսինքն այս պահին process-ը կանգնած է։ Հովիկ Աղազյանի եւ Հակոբ Ասլանյանի նախաձեռնությունը ուժի մեջ է, պարլամենտում է։
Դե ՀԿ-ն էլ ասում է մենք երվեցել որ ունենանք չենք ներկայացնելու, բայց 54 ապետ, բարձր չեն ունենալու ոչ մի բան։ Իրանք ասում են այդ ամեն ինչը ուղեկցվելա փողոցային պայքարով։ Դե տես օրինակ եթե մենք 36 ստորագրություն հենց ստանանք, մուտք անենք խորհրդարան, ես կոչ կանեմ ժողովրդին գալ դեպի պարլամենտ, որ այդ 48 ժամյա process-ի ժամանակ երկրով մեկ սկսեն ցույցեր։ Եվ ես 1 ժամվա մեջ երաշխավորած ասում եմ, ամբողջ ԿՊ-ն կդնեմ այնպեսի մի իրավիճակ։ Այսինքն դուք կարաք ժողովրդի մոբիլիզացնեք։ Այո, այսինքն այն ժողովուրդը, որը բողոքավոր է, այնպես որ ժողովուրդ անպայման հանրապետական է, այսինքն անպայման Սերժ Սարգսյանի կոչվա փոս դուրս գալիս կամ Ռոբերտ Քոչարյանի։ Տենա ռեալ process դուրս կգա։ Բայց այդ ժողովուրդը, որի վրա ящик են քշել, չէ, ասենք, Մասի քաղաքապետի հայտնի պատմությունները, հայտնագործությունները, այդ ժողովուրդը այդ մարդկանց համար դուրս գալու փողոց որ ինչ անի։ Այսինքն Սերժ Սարգսյանից բոլոր այն թեզերը, որ իբր իրանք չեն ուզում գան իշխանության, իրանք ուզում են Նիկոլը հեռանա, դա էլ ստվեց։ Այսինքն իրանք ուզում են Նիկոլը հեռանա, իրանք գան։ Եթե իրանք չեն գալի, ուրեմն Նիկոլը թող մնա։ Դե թող մնա ախպերը։ Էլ ինչ էիք այդ impeachment-ի թեման այդքան խոսում։ Այսինքն թեման իմ համար քաղաքական իմաստով սպառված այլևս մինչև այն բա, քան դեռ 36 ստորագրություն դրված։ Շուտով մենք ինչ անելու ենք արել ենք։ Մենք այս քայլով ցույց տվեցինք, որ խորհրդարանական օպոզիցիան զուտ բացի իրար ուտելա եւ դրա արդյունքում Նիկոլին օգնել ուրիշ բանով զբաղված չի, որտեղ ռեալ process կա, չեն ուզում միանան այդ process-ին։ Եվ մյուսը այն հիմար բամբասանքներ կար, այդ ամեն ինչը քանդուքարապ է, որտեղ որ ասում են բա դուք նախկինների հետ եք կապված, չգիտեմ ինչ էսի, ջախջախվեց, կամ դուք Նիկոլի հետ եք, լրիվ ջուրը գնացքի, որովհետև ես պատրաստ եմ իր դեմ դուրս գամ ու դուս եմ եկել, դուք վախում եք բերեք ձեր ստորագրությունները տակ, որովհետև ամեկի վրա 50 հատ քրեական գործ կա։ Հա ստորագրությունները եք ինչ որտեղ է ստորագրում, տենց դնում եք բանում, Facebook-ի է ջերմ, հեսա մենք է ունենք, մենք եւ ինչ։ Դե տվեք։ Այդ լավ է դեղ Էդգար Ղազարյանը, բան ձեր են առնում, ասում են ստորագրությունները ինչի տակ է, կարող է տորթի ռեցեպտի տակ եք ստորագրել, բան տենց ստրոլինգ են անում, իրար ուտում են։ Իրար փչացնում են, որտեվ նա այդ իրար փչացնելն է ինչի մասին է։ Դեր էկող խորհրդանական ընտրությունների նախապատրաստությունն է, թե ով է օպոզիցիոն դաշտում բան է, ասենք ով է շերիֆը, հա։ Ով է շերիֆը, բան, տենց ինչ շերիֆ ընդեղ ասենք, նես խառնավիճակը, որ ասենք Նիկոլ Փաշինյանը կարա որևէ բան չանի էս իմաստով, էլի հանգիստ իր համար նստել է, դե իրար ուտում են, մորթում են երկու ֆրակցիայով։ Այս հարցում պարոն Մարական, է շատ չեզոք մարդ է։ Ու այս բախումներին հարաբերություններին ընդհանրապես չեմ խառնվել, բայց անկեղծ ասեմ, եթե կողքից նայում եմ, այս հանրապետականների, մեկ է քոչարյանականների բախումները իսկապես արդեն ձանձրալի են, բան հետաքրքիր չեն, չեմ հասկանում ինչի մասին են վիճում, չեմ հասկանում թե ինչ են ուզում։ Ու ես սկզբունքորեն դեմ չէի, եթե դեմ չէ լինի, եթե հանրապետական կուսակցությունը իսկապես մոտ նորմալ ուժեղ տեխնացու առաջարկեր, ոչինչ, դասարակությունը չհավաքեր։ Ձերի մասին էլ եմ արտահայտվել, ասում եմ, իհարկե կողմ եմ, բայց ինչի՞ չէ։ Խոսում են մարդիկ, ասում են դե լավ, դե Էդմոնը բայց խիբ է, ասում են, բայց ինչի՞ չէ։ Ինչու ոչ, այսինքն ուզում եք ասեք, բանը, Էդմոն Մարոկյանը, Նիկոլ Փաշինյանը վատնա։ Հա դու գրել ես, որ Էդմոն Մարոկյանը կարող է կոնսենսուսային։ Ինչի՞ չի կարա չլինի։ Այդ բանը չեմ հասկանում, եւ ինչի՞ օրինակ հանրապետականը չի կարող նորմալ տեխնացու առաջարկի, այնտեղ էլ կան չէ կրթված մարդիկ, լուսավոր մարդիկ, բայց հանրապետական կուսակցությունը առաջադրեց ինչ-որ տարօրինակ տեխնացու իմ համար, դրա մասին խոսել է Դավիթ Համբարձումյան։ Լավ։ Ամենայն արգանքով իրան գովում են իմաչ, իրեն Facebook-ում գրում են, բայց ով է Դավիթ Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետ, ինչ մտածողություն ունի, ինչ քաղաքական ընդհանրապես պատկանելություն ունի։ Հա հասկացանք, Մասիսի քաղաքապետն է, բայց ով է ինքը, արդյոք կարա այդ դերին, այդ առաքելությանը վարչապետի տեխնացուի համապատասխանի։ Իրա մասին ոչինչ չգիտենք։ Ես դրա համար իսկապես զարմացա, այ եթե լիներ Աշոտյանը օրինակ, լիներ Շարմազանովը, նույն Տիգրան Աբրահամյանը լիներ։ Քաղաքական մարդ է, քաղաքական մարդ, բայց ով է Դավիթ Համբարձումյանը։ Միգուցե հա, իր միջավայրում Մասիս քաղաքում հրաշալի մարդ է, բայց առույտես որ խորացա, Պարզվեց լավ է գիտենք ով է այս մարդը, պարզվեց որ լավ էլ ժամանակին աղմուկ է հանել ու պարզվեց ինքը այն մարդն է, որը կանգնած է 2018 թվականին ապրիլի 16-ին այն մարդկանց թիկունքում ովքեր որ ящикով քշում են ուսանողների վրա։ Կարպիսի հիմա այդ մարդը պետք է ակնկալի ձայներ ԿՊ-ից, չէ՞։ ԿՊ-ից ոնց այդ մարդը ձայն ակնկալի։ Ասկամս պետք է ասենք մենք ենք ակնկալի։ Լավ, իզնից ոնց ձայներ ակնկալի։ Քեզնից չի կարող ակնկալի։ Որպես անկախ դիտորդ եմ քեզ ասում, պատկերացնենք դու ինչ չես ճանաչում, քեզ այնց ոնց պետքա ձայն ակնկալի, եթե դու գիտես այդ դրա մասին։ Ես որպես հեղափոխության մասնակից դեռևս 2019 թվականի վերջին
հայտարարել եմ, որ ես կռիվ չունեմ այլևս նախկինների հետ։ Այդ հասկացությունը իմ համար մերժելի է, բայց արդեն պատերազմից հետո ես պատրաստ եմ համակերպվել ինչ-որ մի կոմպրոմիսային տեխնացու հետ։ Միայն թե չարիքը հեռանա իշխանությունից։ Ես չարիք եմ համարում։ Վտանգավոր չարիք։ Բայց նաև սա չի նշանակում, որ պիտի այս ամեն ինչի վրա աշփակենք, որ Դավիթ Համբարձումյանի տեխնացության վրա ոնց աշփակենք, այս մարդը բան յաշիկով ուսանողների վրա քշող է, որպես ինչ եք բերել։ Այս արժեքներով մարդը ոնց պետք է այդ շարժումը առաջնորդի։ Լավ կարծես Սերժ Սարգսյանը այդքանը չի հասկանում։ Մտածում ես չի հասկանում այդքան։ Տարածված կարծիք կա, որ այս ամեն ինչը արվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամրապնդելու համար։ Ես չեմ կարծում, որ հանրապետականները այդպիսի նպատակ ունեն։ Այլ խնդիրը, որ իրանք առանց հասկանալու, առանց գիտակցելու, իրականության զգացողությունը կորցնելով, իրանք քայլերով նպաստում են դրան, չուզելով։ Բայց առույթ է, որ Դավիթ Համբարձումյան տեխնացուով իրանք չեն կարող մարտարավեր նետել Նիկոլ Փաշինյանին, չեն կարող մարտարավեր նետել Դու պատկերացնում ես խորհրդանական դեբատը, մի ժամ պետք է արշավի տեխնացուն ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանի դեմ, ու պատասխանի պատգամների հարցերին։ Պատկերացնում ես Դավիթ Համբարձումյանին ու Նիկոլի դեմ։ Դեք մարդիկ կային ասում էին ավելի քպն կար աստորագություններ, տա բերիներս։ Ունդեղ պատկերացնում ես ինչ կանեն։ Բայց լավ, արի լավ ուրիշ հարցամ նրանց ասեք, լավ։ Ենթադրենք Դավիթ Համբարձումյանը դառնում է վարչապետ։ Ընտրությունները ինքը արդար է կազմակերպելու։ Եվ այս մարդը ինչ պետք է անի։ Մաթ հիշեք էլի ինչ էին անում այդ։ Ախր կարպից հենց դա է, մարդիկ չեն մոռացել, հիշում են ինչ էին անում։ Նիկոլ Փաշինյանը այս ժողովուրդը որ ասում Նիկոլին են օգնում, ասում են, «Բա լավ էլի դե բան, սա դատվում է, բան ես իմ ախպեր ջան, մի լավ ուզելով թե չուզելով կամ չեք թողում որևէ ուրիշ մարդ մոտենա իշխանությանը, հարց եմ տալիս։ Այս ժողովուրդը Սերժ Սարգսյանին ինչա մերժել։ Այդ բռնությունների պատճառով։ Այո։ Ինչ հիմա չեն կարող ներեն։ Միգուցե սա մի քիչ չափազանցություն կա այստեղ, մի քիչ միֆեր կան, մի քիչ ուռճացված է այդ սաշիկ 50-50 պահերը, հա, հասկանալի է, բայց այս ամեն ինչը առանց ծուխ կրակ չի լինում, չէ՞։ Շատ ճիշտ ես ասում։ Չէ՞, մենակ բռնությունների համար չի կարծես նայ, երկու հատ բան կա։ Այս վերջի 5 տարվա մեջ Սերժ Սարգսյանի ռոպագանդան, մեզ նաև կարելի ասել Սերժեիդ։ Անեք պետք է ասու կա USAID-ին, չէ՞, USAID, կա Սերժ AID, այսինքն կան ԶԼՄ-ներ, ակտիվիստներ, խմբեր, նախաձեռնություններ, բազմաթիվ մեր կարելի է քարտեզի վրա ցույց տալ, որ Սերժ AID-ից ֆինանսավորվող տարբեր ինստիտուտներ, մարմիններ, անհատներ, ոգևորիչներ, ստատուս գրողներ, լրագրողներ, ԶԼՄ-ներ, նախաձեռնություններ, բաներ, դրանք այս 5 տարի ակարոզում են, որ ժողովուրդը սխալ է արել, որ հեղափոխություն է արել, որ մերժել է Սերժ Սարգսյանին։ Իրանք չեն հասկանում, որ հեղափոխության ժամանակ երկու կոմպոնենտ է տեղի ունեցել։ A կոմպոնենտը հեղափոխությունն, այսինքն Սերժ Սարգսյանին մերժել, չէ՞, մերժիր Սերժինը։ B-ն նոր Նիկոլ Փաշինյանն է։ Իրանք չեն հասկանում, որ չի եղել Նիկոլ Փաշինյան առաջի կոմպոնենտը։ Առաջի կոմպոնենտը եղել է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը թույլ չտալը։ Հիմա Այս երրորդ ժամկետը թույլ չտալում ոչ ոք մարդ չգիտեմ որ փոշմանել, անկեղծ եմ քեզ ասում։ Ես մարդ գիտեմ որ փոշմանել է որ դարաշնքում Նիկոլն է դարե վարչապետ, բայց մարդ չգիտեմ որ դարաշնքում փոշմանել որ Սերժ Սարգսյանին մերժել են։ Իրանք Նիկոլ Փաշինյանից հիասթափությունը ուզում են կապեն այ սխալ են արել որ մերժել են Սերժին։ Ես պարազիտության օրինակ բերեմ։ Այս կեղծիք է մեծագույն էլի Սերժեիդի ռոպագանդան ախր։ Ես ուզում եմ այդ պարազիտության օրինակ բերեմ։ Ես որպես պարկեշտ եւ ուղախոս քաղաքացի, որը զբաղվում է լրագրությամբ, հրապարակախոսությամբ, ես ուղի ամեն ինչի մասին խոսում եմ, չէ՞, այդ կեղծիքը իմ մոտ մի քիչ քիչ է։ Այդ համատենկալ մարդկանց։ Ես ուղի խոսում եմ իմ սխալների մասին եւ իմ ընկերների սխալների մասին, որ այս ինչ բան է, մի քիչ սխալ են կարել, այս ինչ մի քիչ ուրիշ ձև պետք է լիներ, բայց այս հանրապետական շրջանակի, քոչանական շրջանակի մարդիկ այս ուղախոսության վրա պարազիտանում են։ Իրանց ներկայացնում են որպես ինչ-որ սուրբ, որ տեսար դու ընդունեցիր որ սխալ դու ընդունեցիր որ դու սխալ ես, դու ընդունեցիր։ Մենք սուրբ ենք։ Այ եղբայր, ախր եթե դուք եք ուղախոս ու պարկեշտ ու ազնիվ մարդ, դուք եք խոստովանեք ձեր սխալները։ Ես խոստովանում եմ, չէ, որ չպետք է աշկ փակեի Նիկոլ Փաշինյան պոպուլիստի առաջնորդման վրա։ Ես խոստովանում եմ, չէ, ասում եմ ես մեղավոր եմ, գլուխս վրա պատին տամ, բայց սրանք չկմեղանում են։ Սուրբ են դառնում։ Մենք լավն էինք, մենք մարտի 1-ին 10 մարդ չի սպանվել։ Մենք սուրբ ենք, մենք երկիրը զարգացնում ենք, Թուրքիային կապիտուլացնում ենք, դուք եկաք ու բանը հակաղարաբաղյան շարժումով Կարպես այդ հայ-թուրքական ու հայ-ռուսական հարաբերությունների մասին որ դու խոսում ես, չէ, որ այնտեղ իրացիոնալիզմը, ազգայնականությունը բան, նույնն էլ էս լոկալ կյանքի մեջ է։ Այսինքն այ բացարձականացված է
էլի տենց, որ սաղ լավ էր դուք եկաք խանգարեք, սաղ վարի գնաց, ես չէի, ասենք, Լավրովի պլանը ես էի մերժել, Նիկոլից առաջ էլի, ասենք, Սերժ Սարգսյանը չի մերժել։ Այսինքն այդ ստի կեղծիքի վրա իրանք փորձում են այդ միլիոնավոր դոլարները ծախսելով փորձել փոխել նարատիվը հանրային ընկալմամբ։ Արա չի փոխվում այդ անդերը։ Չի փոխվում, որտեղ մարդիկ էլ հիմա չէ։ Բայց դրանից օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ծնունդա եւ մեր սխալների ընդդիմադիրներից եւ իշխանության առաջին հերթին եւ դրա համար է Սերժ Սարգսյանին քննադատում չի կարելի այս երկրի այս ճգնաժամի ամբողջ պատասխանատվությունը բարթել այս երկրի երիտասարդության վրա, ինչը իրանք անում են, ասում են բան, ասած հեգնանքով ասում գնացիք նախրի միջից ամենաբարձր գոռացող էշի ճակատը պաչեցիք։ Լավ, հիմա ուզում եք ամբողջ բեռը թողնեք երիտասարդության վրա։ Լավ էլի ազատի չեմ որ ով գրել Արսեն Թորոսյանը գրել։ Նայ, մի հատ մինոտ։ Հիմա նա ինչ են անում, ասում են մենք իշխանություն տվել ենք Կարեն Կարապետյանին, ինքը տվեց Նիկոլ Փաշինյանին։ Արա ֆունդամենտալ սուտ է։ Կարեն Կարապետյանին խոսք են տվել որ կառաջադրեն ինքը կլինի վարչապետ ու երրորդ ժամկետ ասել են չէ դու Կարեն Կարապետյան անձամբ դու առաջադրի Սերժ Սարգսյանին ինքն էլ առաջադրել է։ Ու ինքն է երրորդ ժամկետ ընտրել։ Հանրապետական падգամավորներ կան, հանրապետական падգամավորներ, որոնք հստակ պատմում են, որ իրանք պատրաստ չեն ընդունել Կարեն Կարապետյան վարչապետի։ Դե ապրես դեմին ընդունել ու քվեարկել են Նիկոլ Փաշինյանին։ Ռուսերեն ասած, իրանք Կարեն Կարապետյան առաջնորդին պրիսակ չեն տվել։ Հրաժարվել են։ Ապրես։ Այս գիտեմ, ճիշտ են ասում։ Պատգամավորներից մեկն է պատմում, որ Սերժ Սարգսյանը հատ բոլորին ընդունել է, ու ասել է, խնդրել է, որ Կարեն Կարապետյանին հանրապետական падգամավորները վերաբերվեն այնպես, ինչպես իրեն են վերաբերվում, այսպեսի բանել են պատմում, բայց հանրապետականները չէ, մենակ Սերժ Սարգսյան։ Լսի, ինքը որ ուզենար սրտով որ տենց լիներ, կլիներ, ինքը չուզեցին, ուսա երրորդ ժամկետը լինի, դա Բելա Ղարաբաղի թեման, որ Ղարաբաղի հարցի համար ասա բանման, եւ այլն, եւ մերժիր Սերժին հեղափոխական արշավը եկե տեղա հասե։ Հիմա որպեսի չասեն որ չէ, բայց մենք չքվեարկեցինք, դրանք են չէ քվեարկեն Նիկոլ Փաշինյանն որ ընտրվել է։ Ասում են մենք տվել ենք Կարեն Կարապետյանին, ինքն է տվել է, ի՞նչն եք տվել Կարեն Կարապետյանին։ Դու իշխանությունը ձեր ձեռին էլ չէ, ի՞նչն եք դուք տվել Կարեն Կարապետյանին։ Լավ, այս փողոցում չունեք իշխանություն։ Այս անցյալն էլ մի պատ դնենք մի կոմայ։ Լավ, հիմա է նորմալ ինչ որ տեխնատու առաջարկեն, նորմալ process նախաձեռնեն։ Ես կողմ եմ։ Եղբայր, անկեղծ, ինչի մանրամասն սկզբից պատմեցի խորբիս։ Որ դու իմանաս, որ ես, մեկը ես, Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանի տեղը չեմ կարող խոսել, բայց այդ մարդիկ էլ ոչ մի բան չեն արել, իրանք են EPS impeachment-ի թեման։ Իրանք էփել են ու գրավոր դիմել են բոլոր 107 падգամավորներին, որ նախաձեռնի։ Ու իրանք ասեն մենք չենք նախաձեռնելու։ Հասկանում ես, իրանք ասեն մենք չենք նախաձեռնելու, մենք չունենք տեխնացու, բայց ունենք ստորագրություններ պատրաստ ենք տանք։ Թեման էփել են որ Քոչարյանի գլխին ջարդեն, մեկ էլ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլյանը նախաձեռնել են, բոլորն ընկել են կրակը։ Ու նախաձեռնել են ում տեխնացությամբ իմ, որ ասեմ ես կրակն եմ ընկել, չէ։ Բայց որ ասեմ իմ տեխնացուն առաջադրելով էլ իրանք է կրակն։ Մամուլից չէ իմացա։ Չէ, մամուլից չիմացա, չէ։ Դե եկան։ Նայ, որ եկան։ Ես ասի ժողովուրդ, ինչքան է ասա լուրջ։ Անկեղծ։ Լուրջ բան, եթե լուրջ բանա զբաղվենք, եթե լուրջ բան չի, անիմաստ ես հավես չունեմ, ասենք անիմաստ բաներով զբաղվեմ, էլի քամին տատանենք, որ դրեցինք, հաշվարկեցինք, հանեցինք, բառ կարդացինք հայտարարությունները երկու ֆրակցիաների, տեսանք, որ սա անելանելի է, այստեղ ելք չկա, եթե մենք նախաձեռնում ենք, իրանք իրանց խոսքին հավատարիմ մնան, պետք է տան ստորագրությունները, եւ որ տան խորհրդամ սկսվում է Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետի անվստահության սահմանադրական գործընթաց։ Հասկանում ես ինչ է, որ ասենք պատկերացնենք մենք հավաքում ենք 36, կարող չենք ներկայացնում, հավաքում ենք դնում ենք դարակը, ամեն պահի Նիկոլը գիտի, որ դա կարանք մուտք անենք, չէ։ Ամեն պահի որ ուզում է Ալաշուքյուր Փաշազադեին արձագանքի եւ ասենք ասի որ ինչ որ մեկը կուսակրոնության որևէ ուխտա խախտել, դիշի որ նման դամոկլյան սուր կա գլխին կախված, կամ որևէ բանակցային process-ի։ Ինքը շատ կարևոր հակակշռող պարլամենտական մեխանիզմ է։ Լավ ասել, դուք եք ասել եկիր պարլամենտականը, դուք եք այդ ռեֆորմը արել։ Սրա մասին էր ասի շատ լավ։ Անենք։ Դե որ եթե դուք երկու ստորագրություն տալիս եք, անենք։ Ու դա այդպես է սկսվել։ Հա, բայց հա կարանք կանխատեսենք ու կանխատեսում ենք որ իրանք կան չտան վերջում։ Եթե չտան իրանք խայտարակվում են, փչանում են որպես օպոզիցիա եւ երևում է որ իրանք պահում են Նիկոլին։ Ու երևում է որ մենք կարանք գնանք Նիկոլի դեմ կրիվտանք իրան հանենք, բայց խորհրդարանական մեծ մի հատ բուֆեր կա։ Ինչպես Սերժ Սարգսյանի օրոքեր կային բուֆերներ խորհրդարանական, որ իրական օպոզիցիան չէին թողում տեղ հասնի։ Դա համար օպոզիցիան պետք է գար բուֆերի տեղը գրավեր, ոնց որ ելքը արեց։ Հետո գնար
գցեր արդեն իշխանությանը։ Հիմա այդ մեծ բուֆեր կա, եւ բոլոր առողջ ուժերին ես ակոչ եմ անում, հա ասում եմ, հա բան, բայց այդ նաեւ կա կարբիս մի հատ ես երբ որ այս բանը տեղի ունեցավ առաջադրումը Էդմոն Մարուկյանը վարչապետի տեխնացու բան, ես ինչ չի։ Բայց ես զգացի մի բան, որ նաեւ այդ այսպես կոչված առողջ դաշտից սկսեցին հարցակումներին վրա։ Օթից, նոր անիմաստ են որ։ Այ ինչ եք ուզում։ Ասենք դուք փոխանակ աջակցեք process-ին, դառնաք process-ի փայատերը, ինչ որ խանդ, բան չոս նախանձ, մտամ ես գնացել եմ դառը վարչապետ, իրանք մնացել են։ Դες մի հատ բան սկսվեց էլի։ Այն որ ոչ միայն բանը նախկիններն էին իրանց մեդիայով ու իշխանությունը իր մեդիայով հարցակվել, այլ նաև անիմաստ ինչ որ կուսակցություններ, որ ինչ են ուզում չգիտեմ։ Ես եւ իմ եզրափակիչ խոսքը ասեմ, այստեղ լրջություն չեմ տեսնում։ Այն ինչ որ անում են, լուրջ պայքար չեմ տեսնում։ Չգիտեմ, այս ամեն ինչը հանգեցնում է նրան, որ նորից գնում ենք 2026 թվականին հերթական ստանդարտ ընտրությունների։ Ես լրջություն չեմ տեսնում։ Կարպիս 26 թվականին, եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվում է, լինում է Հայաստանի ամենաերկարակյաց ղեկավարը, որը պետք է ղեկավարի մինչև 2031 թիվը։ Օրինակ դու ինչ որ տեղի ունեցել վերջին 7, արդեն 8 տարում եւ այն ինչ մարտահրավերներ մենք ունենք այս տարածաշրջանում։ Նայ Հայաստանը, մի բան օրինակ եմ ասում, Հայաստանը երբեք չուներ իբր թե այսպես են չեղածված ռազմավարական ինչ որ թուղթ ստորագրած Վրաստանի հետ։ Չունեինք։ Բայց ես չեմ հիշում, որ Վրաստանը փակեր հայկական արտադրանքը դեպի Ռուսաստան։ Նիկոլ Փաշինյանը թուղթ ունի իրանց հետ ռազմավարական հարաբերությունների, մենք երբեք չենք ունեցել Վրաստանի հետ այսպիսի հարաբերություններ, երբեք չի եղել ինչ որ դելիմիտացիա են կանում, ինչ որ իրանց են ինչ որ բաներ։ Ակնհայտորեն Վրաստանը մինի պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի նկատմամբ։ Ինչու՞։ Որտեվ հարաբերություններում ինչ քարեր են առաջացել։ Քարեր։ Ստորջրյա քարեր են առաջացել։ Բա եղբայր, այսինքն դուք ներկամնի։ Դուք Ադրբեջանի հետ հարաբերություն չեք կարող կարգավորել, Թուրքիայի հետ չեք կարող կարգավորել, Իրանի հետ չեք կարող նորմալ հարաբերություն ունենալ։ Ռուսաստանի հետ փչացրեցինք։ Բելարուս արգելել եք բոլորի այցերը, վեհապարնի այցերը, արձակվել եք իր վրա։ Վրաստանից ինչ եղավ։ Դու հասկանում ես ինչ է։ Ասենք Միացյալ Նահանգների հետ խայտարակ հարաբերություններ, որ այնքան պոտենցիալ կա նահանգների հետ աշխատելու, չես պատկերացնում։ Դու տեղյակ ես, օրինակ, ինչ եմ ուզում ասեմ, լավ, այս քաոսը, այս անկառավարը չի կառավարվել։ Շարունակվելու եւս մինչև 2031 թիվը, սերի երուսնայտողներ։ Գրեք ձեր արձագանքեք ձեր կարծիքը։ Դուք ուզում եք որ Նիկոլ Փաշինյանը մինչև 2031 թիվը ղեկավարի Հետք չի, սիրելի ժողովուրդ, վայելենք հեղափոխության պատողները։ Ասենք Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գևորգ Պապոյանը, Գևորգ Պապոյանը, նայում եմ հայտարարությունները։ Ասում եմ ես արդեն կայցել եմ Վրաստան այդ խնդիրը լուծելու համար։ Իմ այցը մոտ է։ Վրացիները ասել են օրերի տարբերությունը։ Ակնհայտաբար Մկրտիչը Կարապետյան գրել էր այդ ժամանակագրությունը Գևորգ Պապոյանի հայտարարությունները ասում հա կայցել եմ, այցելությունը մոտ է, հետո ակնհայտա որ հեռախոսազանգով կխոսամ, ակնհայտա որ վրացիները չեն ուզում ընդունեն։ Հետո չի ասում վրացիները ասել են մենք կգանք։ Մենք կգանք, չեն եկել, հետո հեռախոսազանգ, դա չի եղել ոնց որ, այսինքն ինչ որ խնդիր է առաջացել։ Բայց ինչ եք ստորագրել Վրաստանի հետ։ Այդ ինչ եք ստորագրել։ Բաս մեկ բան եք ստորագրել ռազմավարական հարաբերություններն արդեն։ Չեք ամաչում դուք։ Խոսակցություններ են շրջանառվում, դու ինչ բան գիտես ինչ է։ Խոսակցություններ են շրջանառվում, իմ համար դեռևս ապացուցելի չէ, բայց ամեն դեպքում ասեմ, խոսակցություններ են շրջանառվում, որ ըստ կառավարությունը Վրաստանի համար ինչ որ անթույլատրելի փոքրիկ քայլեր է իրականացրել, ինչը Վրաստանում խնդիրներ է առաջացրել եւ ընդհանրապես փոքրիկ ճգնաժամ է բերել հայ-վրացական հարաբերություններում։ Այդ ով է բանաներում շտկելու։ Դա էլ է, դերն միշտներ դրել Էրդողանի վրա որ լուծի։ Այսինքն ոնց որ թե Հայաստանի տարածքում հյուրընկալել են վրացական իշխանության համար անցանկալի անձի։ Օ, ես չէի բանա, չեմ ֆիքսել։ Եվ այստեղից ճանապարհել են արտերկիր։ Վրացական իշխանության համար եւ կոնկրետ Իվանիշվիլիի համար անցանկալի, բայց կարևոր անցանկալի մարդու մասին է խոսքը։ Խոսակցությունը շրջանառվում է չեմ կարող։ Ոչ եղբայրական պահվածք, ոչ ռազմավարական գործընկերային պահվածք ենք դրսևորել։ Այսպիսի իրավիճակներում կան ընթացակարգեր, կան խողովակներ, այսպիսի հարցեր այդ խողովակներով են լուծում եւ ընթացակարգերով ընդհանրապես գործընկերները, դաշնակիցները, ռազմավարական գործընկերները ինչ որ մի բան անելուց առաջ մտ իր այդ կապ են հաստատում կամ փորձում են հաշվարկել որքանով է սա հարևանիս, գործընկերոջս կամ
դաշնակցից հետաքրությունների մեջ մտնում է որքանով է բախվում նրա շահերի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը քանի որ կառուցողական գործիչ չի եւ իրեն շրջապատել է ոչ կոմպետենտ մարդկացով, չի կարողանում որսալ այդ առանձնահատկությունները միջազգային հարաբերություններում։ Մենք տեսնում ենք 7 տարի Նիկոլ Փաշինյանը արդեն կառավարել է, ինքը կառուցողական մարդ չի, ինքը քանդող մարդ է, ինքը արդյունավետ է միայն կոնֆլիկտում, կոնֆլիկտի կիզակետում պետք է լինի։ Դրա համար 7 տարի մենք արդեն ապրում ենք Պարմանության հանրավաքի ռեժիմով ենք մենք ապրում։ Մենք ոնց որ միտինգի մեջ ապրենք։ Մեր կյանքը միտինգ է Նիկոլ Փաշինյանի օրոք։ 7 տարի մենք միտինգները չեն ավարտվում։ Միտինգներ Հրար Թոմասյանի դեմ, միտինգներ դատական համակարգի դեմ, միտինգներ Ռոբերտ Քոչարյանի դեմ, միտինգ եկեղեցու դեմ։ Հիմա ու տենց ոչ մի բան չի։ Ինչ է ստեղծել իշխանությունը։ Ոչ մի բան։ Մենակ հարաբերություններ է փչացրել, կորցրել է, տարածքներ է կորցրել, Արցախը հայաթափվել։ Ասեմ ինչ է ստեղծել։ Արևմտյան Ադրբեջանի նարատիվ։ Այս իշխանությունը թույլ է տվել, որ Ադրբեջանը առաջ բերի արևմտյան Ադրբեջանի նարատիվ, եւ Ադրբեջանում լրջորեն քննարկվում է ադրբեջանցիների վերադարձը, այսօրվա Հայաստանի Հանրապետություն, որի տարածքի 60%-ը նրանք կոչում են արևմտյան Ադրբեջան։ Եվ հիմա այս իշխանությունը պատրաստվում է պաշտոնավարել կամ հայտաներկայացնում պաշտոնավարել եւ հաստատուն հայտաներկայացրել պաշտոնավարելու մինչեւ 2031 թվական եւ ունենք ընդդիմադիրներ, որոնք անլուրջ գործողություններով զբաղված, հազար ներողություն, իրancs այդ հարաբերություններ կա, համագործակցություն կա։ Ես ասում եմ, որպես դուք կողմ եք արդեն դարձել իրancs այդ հարաբերություններում, ես ավելի չեզոք եմ եղել։ Բայց այնուամենայնիվ, որ կողքից նայում եմ, որպես չեզոք, ասում եմ, ինչ են անում այս մարդիկ, այս ինչ տեխնոլոգիաներ են առաջարկում, այս ինչ ստորագրությունների մասին էս խոսակցություններ, արդեն ձանձրալի է։ Ասենք բանը գնում են եթերներ ու եթերում Հայկ Մամիջանյանն ասում է նայեք ես թուղթը ստեղ չկա Քոչարյանի ստորագրությունները։ Դե լավ էլի, հա։ Նրանք ասում են հեսա Սրան Օհանյանի Facebook-յան էջում է դրված բան, հա մեծ մարդիկ եկա չեք ամաչում դուք։ Ու դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանին փոխեք։ Ճիշտ եք ասում։ Կամ ասենք այդ բանը թե համատությունը չգիտեմ դու բռնեցիր այդ Սերժեի դեր, այսինքն USAID-ի փոխարեն դե ես հիմա մտավախություն ունեմ, բայց ինչ անում են թող անեն, բայց այնուամենայնիվ մտավախություն ունեմ, որ հիմա այդ մեդիա ինդուստրիան սլակները ուղղելու է մեր դեմ։ Բայց մենք երբ ենք վախեցել դրանից։ Երբեք չկա։ Այնպես որ մենք սիրելի հայրենակիցներ պատրաստ ենք։ Չէ, ախր նայ բաներ կա որ բոլորը գիտեն ակնհայտ է, բայց չեն ուզում ասեն։ Հիմա ես եւ պարոն Փաշոյանը չենք վախենում այդ բաներից։ Ես մի բան ասեմ, պետք է ասենք, եթե չէ, ասենք ես կերծավորություն ինչի համար։ Ասենք, որ ինչ պետք է մենք կերծիկ դու։ Ես ասում եմ, էլի, կռիվը ավարտելով նախկին իշխանությունների դեմ, ես ինքս իմ համար Ես ես մարդկանցել այդ խնդրեմ չունեմ, մարդն հեռացրել ենք։ Այդ Նիկոլ Փաշինյանական հարատև կռիվը նախկինի դեմ վերացական ես մերժել եմ, բայց այնուամենայնիվ ես նաև ինքս ինձ վնասելով հրաժարվել եմ նրանց քննադատել արդեն քանի տարի, եւ Հայաստան Դաշինքին, եւ հանրապետականներին, եւ անդադ, բայց տեսնում ես շարժումը հետևից ոնց են փոշիացնում։ Բագրատ Սրբազանի հուշկու շարժումը Մարդաշատ շարժումը, որը ցնցել է բոլորին, ինչ էներգիա փոշիացրեցին։ Դրանից առաջ Վազգեն Մանուկյանով ուրիշ շարժումներ փոշիացրեցին։ Հետո այդ Զարթնի լաու շարժումը այդ փոշիացրեցին։ Դե հիմա ինչքան կարելի է։ Ինչքան տեն շարժում արեցին, այնքան Նիկոլի գորը բան է, իշխանությունը ամրապնդեց։ Այս երկրում ակնհայտորեն կար 2020 թվականից հետո եւ նաեւ դրանից առաջ պայքարի մեծ ռեսուրս եւ պայքարի ոգի։ Լիքը մարդ համաձայն չի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։ Այդ թվում եւ հիմա Նիկոլ Փաշինյանին անուղղակիորեն պաշտպանող լիքը մարդիկ համաձայն չի։ Եվ ինչ որ առողջ բջջի իհայտ գալով այս ոգին, այս պոտենցիալը կարա սաղմնավորվի քաղաքական process-ի, ինչը իրանք արդեն բոլորդ անգամ փոշիացնում են։ Ու դու լավ ես ասում որ բանը ժողովրդին էլի որ մի սպասեք ոչ որ հեշտագ պետք է բան տես ինչ-որ։ Ես նորից եմ ասում, խոսելով զոր տեղած մարդկանց մեջ էս է հիմա։ Նորից եմ ասում, խոսելով նրա մասին որ իրանք շարժում են փչացրել եւ այլն, սրանով չեմ ուզում մերժել իրանց ընդհանրապես վերստին։ Դրա մասին չի խոսքը, նորից եմ ասում, ինչ որ կույս պարկեշտ, առաքինի, երբևէ մեղջ գործած, գերմանական ճարտարապետությանը ծանոթ, սոցիալ-դեմոկրատ չի գալու։ Ժողովուրդ, մատ կներես, այնպես ճակարդ չմտածեք ինչ որ ամբիցիայի կռիվա, ես ինչ որ ամբիցիաներ եմ բանանում բան։ Թող լինի տեխնացու մարդ, որը թալանչի չի, մարդկանց փողոցներում չի ծեծե ջարդե փշրե, որը չի բանանում, ամրապնդում այսօրվա իշխանության հիմքերը,
գնանք կողքը կանգնենք։ Ժողովուրդ ջան, Թողնի կներեք, էլի, կանգնենք, ես հիմա այդ հա ժողովրդին էլի ասեմ։ Չէ, տպարություն չլինի, որ տենց մենք գրում են աթորակրի վեկանում, ինչ որ գետ ինչ որ բան։ Աթորակրի, ինչ աթորը, ապուշ։ Պարոն Մարուկյան, ես մի բան ասեմ, դա անգրագիտություն է, քաղաքական գործի չպետք է ունենա ամբիցիաներ։ Չէ, որ տենց որ ասեն, եթե ես չեմ թող ուրեմն Նիկոլը մնա, ես այդ գծի մեջ չեմ։ Լավ, հիմա պարոն Մարուկյանի, ես մարդկանց եմ հարցը սողում, ձեզ չեմ ուղում։ Քանի կոպեկ արժի Այդուն Մարուկյանի խոսալը, գնալը, գալը, եթե ինքը չի ուզում բազմի այդ աթոռին, որովհետև եթե այս մարդը ուզում է իր խոսացածը կյանքի կոչի, պետք է նստի այդ անտեր աթոռին։ Ժողովուրդը ինչ հիմար արտահայտություն է, աթոռակռի, բա աթոռակռի վա։ Բայց ուրիշ բանել ենք ասում, ասում են ժողովուրդ եթե կա ավելի մարդ, որը ավելի դուխով, ավելի պատրաստված, որ պատրաստա Նիկոլ Փաշինյանի դեմը կանգնած աչքերի մեջ նայելով, կռիվ տա, գնանք իր կողքը կանգնենք։ Ընդդիմությունը, ինչ խնդիր է։ այն ընդդիմությունը, որը չի ձգտում գալ իշխանության, ուրեմն ինքը ավելի լավ է թող գնա վանական համալիր ճգնելով վանքեր։ Հաղպատ։ Սերի հայնակիցներ։ Կարծում եմ, նենց որ ինչ որ տես մոտ վեր տեխնացու երրորդ ուժ չի ծլելու մատ հասկանանք էլի մեր միջավայրից ինչ որ մատ Չերչիլ մենք չենք կարող ծնենք էլի հասկանալի է եթե ծնենք եկը ոչնչացնենք այդ մարդուն լավ ասիր հա բանը մեդիա ինդուստրիայով են հայտնի որ անունը տվեցիք Սերժեյ Դեկուտի դրանց հա նենց որ հիմա կա այն ինչ որ կա եւ կան իսկապես արժանավոր մարդիկ որոնք միգուցե սուրբ չեն, միգուցե մեղքեր ունեն գործած, բայց կան արժանավոր մարդիկ, որոնք կարող են լինել կոմպրոմիսային եւ հենց պետք է այդ գտնենք այդ կոմպրոմիսը։ Բայց կան հարցեր, որոնց նկատմամբ չի կարող լինել կոմպրոմիս։ Օրինակ, Յաշիկով ուսանողների վրա քշողի հետ կոմպրոմիս չի լինի առնվազն իմ պարագայում։ Իմ նույնպես։ Լավ մնացեք սերի հայնակիցներ, միացեք այս ալիքին, տարածեք, որովհետեւ մենք AID չունենք Օգնեք մեզ, որ մենք կարողանանք ավելի շատ դիտում ունենալ, ավելի շատ տարածում ունենալ, ավելի շատ հետևող ունենալ եւ նաեւ նմանապես միացեք Կարպիս Փաշոյանի YouTube-ի ալիքին, դիտեք Կարպիս։ Ես քայլող AID եմ, բան։ Peace հարցազրույցները, այո, մենք փորձում ենք նաեւ հիմա արդեն մոնետիզացիայի խնդիր լուծել մեր ալիքների համար, որը լինի, որ ավելի լավ կլինի, որևէ մեկից կախում չունենք եւ կշարունակենք չունենալ։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։